Շնորհավորում եմ ձեզ բանակի օրվա առթիվ, ընդհանրապես այսօր ինչ պատգամ ունեք հայոց բանակին եւ արդյոք այսօրվա բանակը կարող է լինել մեր անվտանգության ու խաղաղության երաշխավորը։ Ես որպես համահայկական ճակատկուսակցության նախագահ Հայաստանի զինվորական շնորհավորում եմ բոլոր զինծառայողների տոնը, սա մեր համար շատ հզոր օր է եղել ու մնում է այդպես։ Մեզ հնարավորություն է տալի մեր անվտանգության ամենաառաջի երաշխիքը բանակն է, ով ինչ ուզում է խոստա, դա սին խոստումներ են, եթե մենք չունենանք բանակ, հզոր բանակ, մենք անվտանգ չենք, ամենաառաջին։ Երկրորդ հերթին կուզենայի անդրադառնալ օրինակ 27-28 ամիսների հունվարի 27-ին Ոմն Ռուբին Ռուբինյան եւ Եղամ Նազարյան հապշտաբ որոշում կայացրեցին, ընդունեցին ՍՔՕ-ր Հայաստանի Հանրապետությունում։ Հիմի հարցս ուզում եմ ուղղեմ իրանց էլի երկուսին, դուք ում հետ եք քննարկել դա։ Հունվար ամսին Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության համար մարտեր եղել են թե ոչ։ Նոյեմբերի 9-ը ձեր կողմից ստորագրված կապիտուլյացիայի օրն էր։ Այդ օրը ընդունեիք ՍՔՕ օր։ Եվ հետո ծնողները ասում են, որ իրենց համար ամեն օր էլ հիշատակի օր է եւ հայ ժողովրդի ստվար զանգվածի համար ամեն օրն էլ հիշատակի օր է։ Տեսեք ինչ է կատարվում, մենք մինչև այս ասել ես բավականին շատ ծնողների հետ եմ շփվել, բոլորը ամեն օր գտնվում են եռաբլուրում, այո, ամեն օր իրանք հիշատակի օր են անում, բայց եթե Հայաստանի Հանրապետությունում համատարած ուզում էին ՍՔՕ-ր անեին, այնպես որ պետք է անեին, որը որ համապատասխաներ ինչ-որ մի գործողությունների։ Նույն հաջողությամբ կարող է որոշում կայացնեն, ապրիլի 23-ին անեն այն վարչաբենդա ինչա, դա անեն, 24-ին գնանք ցեղասպանության, ինչ տարբերություն։ 27-ին անում ենք ՍՔՕ-ր, 28-ին անում ենք տոնակալ։ Տեսեք հիշատակի օր հռչակացները 3 կադրեր կային, որ դիպուկահարների ուղեկցությամբ են այցելել եռաբլուր։ Իրանք, ես էլ եմ կրկնում, ոչ լեգիտիմ ընտրված իշխանություն են, այսօր փորձում են ամեն կերպ իրանց օրակարգը ներբերել մեր հանրության մեջ եւ այդ օրակարգով ապրեն։ Իրանք ոչ թե մենակ եռաբլուր են գնում դիպուկահարներով, իրանք իրանց տունն էլ նստած բոլորը դիպուկահարներով պատասպարված են, որովհետեւ վարչապետը, որ խոսում է ամբյոնից, ասում է մենք լեգիտիմ իշխանություն ենք, դա լեգիտիմ իշխանություն չի։ Եթե դու միտեղ գնում ես, ժողովրդից պաշտպանվում ես, ժողովրդի հետ չես շփվում, շփվում ես հատուկ այն մարդկանց հետ, ովքեր որ քո կողքն են, ումը որ պարտադրված բերում եք ձեր հավաքներին, դա լեգիտիմություն չի։ Իսկ ինչը մնում է բանակին, ես էլ եմ կրկնում, մեր բանակը պետք է լինի հզոր, մեր բանակը պետք է լինի ուժեղ եւ մենք ապահով մնանք։ Այս տղերքը, որ ստեղ պարկած են, սա անիմաստ չի պարկած, այսի հիմքն է, այսի մեր հզորության, ուժեղության հիմքն է եղել։ Ցավում եմ, իրանց էլ եմ շնորհավորում, մեկը մեկից լուսի պես մարդիկ, լուսի պես երեխեք, սենց պետքա չլներ, սա եւս մեկ անգամ ապացուցում է իշխանության կողմից կատարված ցեղասպանություն հայ ազգի նկատմամբ։